Դիկին գլխավոր դատախազ դուք ձեր խոսքը սկսեցիք 2022 թվականի սեպտեմբերից, հասկանալիորեն այդ ժամանակ եք ընտրվել այս պաշտոնում եւ այդ ժամանակվա ձեր գործողություններին, այդ ժամանակից ի վեր ձեր գործողություններին անդրադարձակ, բայց ես ուզում եմ նաեւ քննարկել այստեղ ձեր անմիջական իրավանախորդի գործողությունները, արդյոք դուք համարում եք, որ 2019 թվականից ի վեր, երբ հարուցվել է մարտի 1-ի վերաբերյալ գործը, մինչև այն պահը, երբ որ դուք եք զբաղեցրել այս պաշտոնը, գլխավոր դատախազի Արթուր Դավթյանի գործողությունները եղել են պատշաճ, եղել են բարեխիղճ, պատշաճ ջանադրություն է կիրառվել եւ հարցս հնչեցնում եմ, որովհետեւ տեսանք տարբեր առիթներով նախկին գլխավոր դատախազին որպես նախկին երկրորդ նախագահների, որոնց անունը նաև շոշափվել է մարտի 1-ի վերաբերյալ գործով, իրենց գլխավորած կամ իրենց աջակիցների կամ իրենց պրոքսիների իմ գնահատման պրոքսիների ցույցերին, արդյոք այդ ամենը հարց չի բարձրացրել, թե այդ տվյալ անձը արդյոք պատշաճ ջանք գործադրել է, որպեսզի այս գործը չհայտնվեր այն վիճակում, ինչպիսին որ հայտնվել է։ Շնորհակալություն։ Տիկին Հակոբյան, ես հասանելիություն եմ ունեցել գործով վարույթին 2022 թվականի սեպտեմբերից սկսած եւ գնահատականներ իրավական կարող եմ տալ 2022 թվականի սեպտեմբերից սկսած։ Ձեր կողմից նշված մյուս հարցին ես արդեն մասամբ առիթ ունեցա պատասխանելու, երբ իրավապահ համակարգի պաշտոնատար անձանց գործողություններին գնահատական տալու համար մեզ անհրաժեշտ է նախ բուն վարույթի հետ կապված քննությունը ավարտել եւ հասկանալ արդյոք մենք դատական հեռանկար կամ մեղադրական դատական ակտ ունենում ենք թե ոչ, հետո նոր արդեն պաշտոնատար անձանց հետ կապված անփութության կամ դիտավորության շրջանակներում կամ մեղքի բացակայության շրջանակներում քննարկել։ Ես վստահ եմ, որ դուք չեք ակնկալում, որ ես ձեր հարցին ուղիղ այո կամ ոչ պետք է պատասխանեմ, որովհետև հաշվի առնելով նաև մասնագիտական իրավական էթիկան եւ քաղաքական զսպվածությունը գլխավոր դատախազը առանց փաստական հիմքի ու ոչ դատարանում մեղադրանքներ հնչեցնելու եւ գնահատականներ տալու ոչ իրավունքն ունի, ոչ էլ դա թույլատրելի է։ Դրա համար նորից ուղղակի հստակեցնելով այն ինչ ասեցի մինչ ձեզ հնչած հարցը, բուն վարույթի, այդ թվում եվրոպական դատարանի վճռի կոնտեքստում վարույթի քննությունը եզրափակելուց հետո նոր արդեն անդրադարձ կատարվի այն պաշտոնատար անձանց տարբեր ժամանակահատվածներում, ովքեր դիտավորյալ կամ անփույթ հանգեցրել են գործողություններ դիտավորյալ կամ անփույթ հանգեցրել են վարույթի որոշակի տվյալների կորստի կամ վարույթի հապաղման։ Այս պահին նման գնահատական որևէ մեկը տալ չի կարող, ով էլ տա լինելու է ոչ փաստահեն։